Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք արիացիների պատկերացումները նյութական աշխարհի արարչագործության վերաբերյալ։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք մանրամասն նկարագրում են արարչագործությունը, ինչպես իր ֆիզիկական արարչագործության տեսանկյունից, այսինքն ինչպես է կառուցված նյութական աշխարհը, ասենք, ինչպիսի հոգեբանական կառուցվածք ունի նյութական աշխարհը եւ այլն, եւ անում են դա բավականին մանրամասնորեն, եւ ես դա միշտ ասելու եմ, որ այդ մանրամասնությամբ, ինչ մանրամասնությամբ, որ դա անում են արիացիները, աշխարհում դա չի արել եւ չի անում ոչ ոք։ Ուրեմն, այս պահին մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք Տեր Բրահմայի գործողությունները, այսինքն թե ինչ վաստակցություն ունի նյութական աշխարհի արարչագործության մեջ ինքը կենդանի էակը։ Մենք խոսեցինք նրա մասին, որ Տեր Բրահման ինքը բանականության մարմնավորումն է, նյութական բանականության մարմնավորումն է, եւ որպես Աստծո նվիրյալ ինքը այս պահին իմինը որպես արարչագործությանը մասնակցող ինքը ուրեմն լցնում է նյութական աշխարհը այնպիսի կենդանիակներով եւ այնպիսի սկզբունքներով, որոնք գործելու են նյութական աշխարհում։ Մենք ձեզ հետ ուրեմն կանգնեցինք տեքստի վրա 12-րդ գլխի 20-ից 22 տեքստերը կարդացինք եւ միջև վերջ չենք դիտարկել 20-րդ տեքստը միայն դիտարկեցինք, տեքստերը հնչում էին այսպես. Շիմայտրեյան ինքը ասաց. Ստանալով Տեր Բրահմայից այդ ցուցումները, Ռուդրան ինքը պտտվեց իր հոր շուրջ, վեդաների ուրեմն բանի տիրակալի եւ ցուցաբերելով իր հարգանքը եւ իր համաձայնությունը, Ռուդրան գնաց դեպի անտառ եւ սկսեց այնտեղ կատարել խիստ ճգնություններ։ Այդ ժամանակ Բրահման, որը ստացել էր իր հզորությունը գերագույն Աստծո հանձնավորությունից, որոշեց ստեղծել կենդանի էակներ, որպեսզի շարունակի իր տոհմը եւ ուրեմն լույս աշխարհ բերեց 10 որդիներ։ Այդպես այս աշխարհում հայտնվեցին Մարիչին, Ադրին, Անգիրան, Պուլաստյան, Պուլահան, Կրատուն, Բրիգուն, Վասիշթան, Դաքշան եւ 10-րդը ծնվեց Նարադը, հայտնվեց Նարադը։ Ուրեմն մենք ձեզ հետ քննարկեցինք առաջի տեքստը, որը վերաբերվում էր Ռուդրայի համաձայնությանը այն ամեն ինչին, ինչ ասեց իրեն իր հայրը, չէ՞։ Եվ ուրեմն այսօր մենք արդեն կդիտարկենք 21-րդ եւ 22-րդ տեքստերը, որոնք իրականում շատ հետաքրքիր իմաստ են պարունակում իրենց մեջ, հա։ Ուրեմն, երբ որ Տեր Բրահման ինքը վերջնականորեն լուծեց այդ հարցը, որ ջղայնությունը ինքը միշտ պետք է լինի կենդանի էակի զսպվածության, որտեղ ճգնությունները դրանք զսպվածությունն են, հա, ուրեմն որ ջղայնության արտահայտությունները կամ ավիրման process-ները իրանք միշտ պետք է գտնվեն կենդանի էակի այդ զսպվածության բնության ղեկավարության տակ, հա, եւ միայն որտեղ ասեց դրանից հետո Բրահման, չէ՞, եւ սա շատ կարեւոր բառեր էր, այսինքն որ երբ որ ինքը լուծեց այդ հարցը, ինքը ուրեմն մենակ Ռուդրայի գնալուց հետո սկսեց, երբ որ արդեն վերջնական լուծվեց այդ հարցը, ինքը սկսեց արարչագործության հաջորդ էտապը, հա, այսինքն ինչպես է, չէ, որ նյութական աշխարհ գալիս են կենդանի էակներ, որոնք իրենք անպայման ինչ-որ մի բանը ավիրելու, ինչ-որ մեկի, այսպես ասենք, ինչ-որ մեկի ստեղծածը ոչնչացնելու եւ սեփական արարչագործությունը իրականացնելու ձգտում են ունենալու, հա, եւ առաջի հերթին կարիք առաջացավ, որպեսզի այդ ավիրող ուժը ինքը իրան սահմանափակեն,
Եվ դրանից հետո միայն կարելի է սկսել նորից կառուցել։ Հաջորդ ուրեմն գաղափարը, որը հնչեց 20-րդ տեքստում, ասվեց, որը ինքը Բրահման, ով ինքը ստացել էր իր հզորությունը Գերագույն Աստծո ազնվորությունից, չէ՞։ Եվ այստեղ Բհագավատամը ինքը մեզ հիշեցնում է կարևորագույն սկզբունք, հա, որ նույնիսկ Տեր Բրահման ինքը անկախ չի, այսինքն ինքը արտաքինից, երբ որ գործում է, կարող է թվալ, որ հենց ինքն է արարիչը, եւ իրան հենց շատ հաճախ այդպես էլ դիմում են, որ նրանք, ովքեր որ արտաքին ընկալում ունեն, այսինքն նրանք, ովքեր տեսնում են Տեր Բրահմային եւ տեսնում են, որ տիեզերքում այսպես իր մեջից մշտական ինչ-որ կենդանիակներ են դուրս գալիս եւ ինքը լրիվ այդ արարչի տպավորությունն է թողնում, չէ՞։ Բայց Բհագավատամը մեզ հիշեցնում է, որ Տեր Բրահման ինքը անկախ չի գործում, հա, եւ իր այդ արարելու բանը, ունակությունը, դա իրականում Գերագույն Աստծո ազնվորության կողմից իրեն տրված շնորհ է։ Մենք այդ շնորհի թեմայի մասին խոսել ենք այն գլխում, որտեղ որ դիտարկում էինք Տեր Բրահմայի ծնունդը, չէ՞։ Եվ այս թեման ես հույսով եմ, որ ինքը ավարտված է այսքանով, հա։ Այսինքն մենք տեսնում ենք, որ այստեղ Բհագավատամը ինքը ոնց որ այսպես բանան է, էլի, կենդանիակի այդ արարիչի հպարտությանը հարված հասցնի, չէ՞, որ իրականում եթե մենք լուրջ ենք նայում, ապա մենք կարողանում ենք տեսնել, որ ամեն մի կենդանի էակ, որը ինքը գիտեք ինչպես էլի, այսպես նույնիսկ ավլելու շնորհ ունի, չէ՞, ինքը միևնույնն է այդ շնորհով օժտված է Գերագույն Աստծո անձնավորության կողմից։ Հասկանում եք, եւ սա ինքը շատ կարևոր ուրեմն կետ է։ Ինչու համար, որտեվ սա միանգամից խոնարհացնում է մեզ, որ ինչ տաղանդել ուզում է մենք ունենանք, ինչ էլ մեզ ուզում է տրված լինի անել, դա Գերագույն Աստծո անձնավորության կողմից տրված շնորհն է։ Եվ Բհագավադ Գիտան ինքը հենց այդպես էլ կասի։ Ինքը կասի, ես մարդու մեջի տաղանդն եմ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ Տեր Բրահման ինքը ուրեմն այստեղ նորից նշվեց, որ հիմա ինքը պիտի արարի, այսինքն ինչով որ մենք բոլորս զբաղված ենք։ Մեզանից ամեն մեկը ինքը իր դաշտում արարիչ է, հասկանում եք, եւ այդ որ մեզ այդ շնորհքը տված է, երբ որ մենք մտածում ենք, որ դա ուղղակի մեր շնորհն է, մենք այդ շնորհը փորձում ենք օգտագործել այն նպատակով, որպեսզի մենք վայելենք, հա, բայց երբ որ մենք հասկանում ենք, որ ցանկացած շնորհք, հասկանում եք, այն պատին մեխ խփելու, գործելու, չգիտեմ, կարելու, ճաշեփելու, ինչ որ բանի, մեքենա վարելու, ամեն ցանկացած շնորհ, որը մենք ունենք, դա մեզ տրված է Գերագույն Աստծո ազնվորության կողմից, ապա այդ ժամանակ մշտական կա այդ հասկացողությունը, վերանում է ընդհանրապես հպարտությունը, վերանում է գոռոզությունը, վերանում է այդ ներքին պահանջը, որ եթե ես ինչ-որ մի շնորհ ունեմ, ես պիտի անպայման դրան համապատասխան փառք ունենամ, չէ՞։ Եվ ասենք, ազնվորությունը ինքը խոնարհ վիճակում հասկանալով թե ում է ինքը պարտական այդ շնորհով, հա, ինքը ուրեմն իր ամբողջ բանը, ասեք, ամբողջ իր կենտրոնացությունը գնում է այն ուղղությամբ, որպեսզի բանարվի, որպեսզի ինքը ճիշտ կատարի, ճիշտ իրականացնի այդ շնորհը եւ հասկացողությունն է գալիս, որ ցանկացած շնորհ, որը տվել է Աստված, ինքը գոյություն ունի նրա համար, որպեսզի մենք ինչ-որ մի գեղեցիկ բան մտցնենք այս աշխարհում, չէ՞, կամ ճիշտ, գոնե ճիշտ, հասկանում եք, եւ այստեղ այդ Բհագավատամը ինքը այդպես մի հատ հարված տվեց, որ գիտակցեք, որ եթե դուք ինչ-որ մի շնորհ ունեք, այդ շնորհը ինքը տրված է Աստծո կողմից եւ պետք է ծառայի ինչ-որ արարիչ սկզբունքներին։ Եվ ասվեց, որ Տեր Բրահման ինքը որոշեց արարել էլի կենդանի էակներ։ Եվ այդ պահից, ինչպես
որը ինքը արդեն իրականացվում էր ոչ թե ուրեմն ռուդրայի, այսինքն այդ ավիրման կամ տրանսֆորմացիաների ուրեմն սկզբունքի համաձայն, հա, այլ ուրեմն իմաստունների միջոցով։ Եվ 22-րդ տեքստում իրականում թվարկվեցին այդ իմաստունները։ Եվ իրականում այս բոլոր անունները, անձնավորությունները մեզ մեր հետ են լինելու, այսպես ասենք, հա, будут сопровождать-нас, էլի, մեր հետ են լինելու ամբողջ Բաղավատամի ընթացքում, հա, եւ շատ կարեւոր է, որ նրանց բոլորի անունները այսպես շատ սերտ կապ ունեն գիտակցության որակի հետ, հա։ Ուրեմն առաջինը թվարկվեց Մարիչին։ Ուրեմն Մարիչի բառը ինքը նշանակում է լույսի շող, հա, եւ մատնանշում է, եթե մենք այսպես մի բառով ասենք, մատնանշում է ուրեմն այդ գիտելիքը, մատնանշում է այդ լուսավորված լինելու, просветленность, լուսավորված լինելու ուրեմն սիմվոլը։ Հաջորդը դա ատրին էր, ես հիմա այսպես ուղղակի թվարկեմ, հետո արդեն ավելի մանրամասն կխոսենք։ Հաջորդը դա ատրին էր, որը ինքը ատրի, այսինքն բան էլի, тройственность, ոչ թե երկակիությունից, այլ երեքակիությունից ազատ, հա, եւ սա ցույց է մատնանշում է, որ ինքը բան էր արել, հաղթահարել էր նյութական աշխարհի 3 գունանները եւ իրականում սա բավականին գեղեցիկ անուն է։ Հաջորդը դա անգիրան է, անգիրա անվան ուրեմն բանը արմատը ինքը ագնի բանը ունի, անգարը, հա, ագնի արմատը ունի, չէ, անգարան է արմատը կներեք, որը ինքը նշանակում է կրակ, հա, կամ ածուխ, հա, այդ շիկացած ածուխ, հասկանում եք, եւ ինքը ուրեմն մատնանշում է կենթանիակի ներքին այդ հոգեվոր կրակը, որը ինքը իրականում պետք է միշտ հոգեվոր մարդու սրտի մեջ շատ այսպես առողջ վիճակում լինի, այսպես ասենք, հա։ Մյուսը Պուլաստյան էր, Պուլաստյան ինքը կապված է ուրեմն գիտելիքի փոխանցման process-ի հետ եւ ինքը ուրեմն տրադիցիաների, այսպես մեծ պահապաններից մեկն է։ Հաջորդը դա Պուլահան էր։ Սա անուն է, որը ինքը կապված է ուրեմն մաքրագործման հետ, ներքին մաքրագործման հետ եւ ներքին աճի, հա, внутренний, ներքին աճ, внутренний рост։ Մյուսը դա Կրատուն էր, որը ինքը անունը նշանակում է վճռականություն, հա, կամ այսպես էլի զոհաբերված գործողություններ, այսինքն որ ազնվորությունը ինքը իրան զոհաբերելու ինչ որ գործողություններ է կատարում, սա ինքը շատ կարևոր ուրեմն որակ է հոգևոր կյանքի համար։ Հաջորդը դա Բրիգուն է, որի անունը ինքը կապված է այսպես էլի բան սիանյա փայլատակման հետ է կապված, հա, եւ մատնանշում է հոգեվոր փառքը, ինքը շատ մեծ դեր է կատարում իրականում դրախտային մոլորակներում, մենք դա դեռ կքննարկենք, հա։ Հաջորդը դա Վասիշթան էր, կներեք Վասիշթան է, որ դեր է կատարում։ Հաջորդը դա Վասիշթան էր, ինքը իր անունը ինքը խոսում է դրա մասին, որ ինքը ամենալավն է կամ բան էլի բոլորին վերանցածը, այսինքն превосходнейший, էլի, որը ինքը ամենաբարձրն է, հա, սա հոգևոր կատարելության իմաստը կրող անուն է։ Մյուսը դա Դաքշան էր, որը ինքը այսպես մի անգամ այսպես բուկվալն է, տառացիորեն նշանակում է արեստավարժ, հա, ունակ եւ տեղյակ, կապիտենտի,
հա, տեղյակ անձնավորություն եւ ինքը բան էլի կարգավորող ուժ է եւ վերջինը թվարկվեց Նարադան։ Ուրեմն նարադա կենթանի էակներն են, հա, եւ դան նշանակում է տվողը։ Նարադա, այսինքն նա, ով գիտելիք է տալիս կենթանի էակներին, հա։ Ուրեմն մենք տեսանք, որ Բhagavatam-ը ինքը այսպես մի հատ բան շարեց, չէ, արարչագործության հետ կապված, որ սկզբում հայտնվեց Ռուդրան։ Եվ Ռուդրայի սերունդները իրանք փորձեցին կուլ տալ տիեզերքը, չէ։ Դրանից հետո, ուրեմն, այսպես նեյտրալիզացնելով Ռուդրային, հայտնվում են 10 իմաստունները։ Այս բոլոր անձնավորությունները իրանք բրահմաններ էին, հա, հայտնվում են 10 իմաստունները։ Եվ սա ինքը, նո, ինչպես էլի, շատ նուրբ դաս է ցույց տալիս մեզ համար, որն է գլխավոր գաղափարը, հա, որ ուժը, այսինքն այդ տրանսֆորմացիայի ուժը, ավիրող ուժը, ինքը իհարկե անհրաժեշտ է, բայց քաղաքակրթություն է կառուցում իմաստունը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն կարողանում ենք հասկանալ, որ եթե մենք արդեն նայում ենք այդ էլի հոգևոր աճի տեսանկյունից, չէ, ապա հոգեբանորեն մենք կարողանում ենք տեսնել, որ այս տեքստերը իրանք մեզ ցույց տվեցին, որ մարդու ներքին զարգացումը, հա, ինքը կարելի ասել անցնում է նույն, ուրեմն, նույն այդ էտապներով, հա, այսպես ասեմ։ Այսինքն սկզբից հայտնվում է էներգիան, այսինքն ինքը ունակությունը, հա։ Հետո անձնավորությունը ինքը սովորում է այդ ունակությունը սահմանափակել, որպեսզի վնաս չտալ, ուրեմն արտաքին աշխարհին։ Հետո ինքը հայտնվում է բանականության հիմքի վրա ստեղծագործելու բանը հակումը, հա, եւ մենք այդ ամենագլխավոր դասը, որը քաղում ենք այստեղ, դա այն է, հա, որ ուրեմն հասունությունը ինքը սկսվում է ոչ թե ուժ կուտակելուց, հա, այլ հասունությունը ինքը սկսվում է այն կետից, երբ անձնավորությունը իր ուժը, իր ուժի կիրառումը դնում է բարձրագույն սկզբունքների, ուրեմն ղեկավարության տակ։ Ինչ վերաբերվում է սրտի մաքրագործման իմաստով, ապա կարող ենք ասել, որ տեքստերի այս բլոկը ինքը շատ այսպես գեղեցիկ ցույց է տալիս սիրտը մաքրագործելու օրենքներից մեկը, հա։ Քանի դեռ մարդու սիրտը ինքը լցված է ավիրելու, այսինքն ատելության, թշնամության հոսքերով, հա, բանականությունը ինքը չի կարողանում արտահայտել իմաստություն։ Եվ սկզբից կենթանիակը ինքը պետք է ոչ թե ոչնչացնի, սա շատ կարևոր գաղափար է, ոչ թե ոչնչացնի, այլ սահմանափակի ներքին զսպվածությամբ իր այդ ավիրելու կամ ինչ-որ մի բանը փչացնելու տենդենցիան, չէ, եւ միայն այն ժամանակ, երբ որ այդ ունակությունը անմիջապես ջղայնանալ, անմիջապես ինչ-որ մի բան ավիրել կամ ավիրել անդարբերությամբ, չէ, հա, այն երբ որ դա սահմանափակվում է կենթանիակի մեջ, միայն դրանից հետո է, որ ծնվում է գիտելիքը։ Հասկանում եք։ Եվ սա շատ կարևոր հերթականություն է։ Հիմա, եւ ասենք այս տեքստերը կարելի է հասկանալ սխալ։ Եվ եթե կենթանիակը ինքը սխալ հասկանա, ապա անպայման կգա սխալ եզրակացությունների եւ այդ սխալ եզրակացությունների հիմքի վրա կանի սխալ քայլեր։ Որն է առաջի սխալը։
որ այստեղ կարող է տեղի ունենալ։ Առաջի սխալը ինքը կայանում է նրանում, որ Ռուդրան, հա, մենք այդպիսի տպավորություն եղավ, որ Ռուդրան ինքը պարտվեց։ Ակն իր անստին գնա անտառ, նստի ու մտածի, հա? Բայց իրականում դա այդպես չի։ Ռուդրան ինքը ոչ թե պարտվեց, այլ Ռուդրան ինքը ստացավ նոր ծառայություն։ Իրան ասեցին գնա եւ այսպես էլի սահմանափակի քո ունակությունը բանականության հիմքի վրա, զսպելով քո զգայարանները, ինչի որպեսզի ավելնորդ վնաս չտաս այս աշխարհին։ Եվ այստեղ ավելնորդ բառը դա ամենակարևորն է, որովհետև տեղեր կա, որտեղ մենք դա խոսեցինք, չէ, որ եթե չես ավիրում, չես կարող ստեղծել։ Եվ դրա համար այդ ավիրման ունակությունը, բայց երբ որ այդ ավիրման ունակությունը ինքը գալիս է եւ տարածվում է ամեն ինչի վրա, հա, այդ ժամանակ իրան պետք է սանձել։ Եվ մարդը հոգևոր կյանք մտնելու առաջին իսկ քայլերից պետք է վերանայի իր ավիրելու, հա, եւ ընդ որում ավիրվածությունը ինքը կարող է լինել կոպիտ եւ նուրբ, հա։ Մենք կարող ենք ավիրել հենց կոպիտ արտահայտված աշխարհում ինչ-որ մի բան, այսինքն օրինակ ես կարող եմ ջարդել այս սեղանը, չէ՞, եւ կարող եմ ավիրել նուրբ, կարող եմ ավիրել ինձ հետ գործ ունեցող կենդանիակների ներքին աշխարհը։ Սա նույն բանն է, հա։ Եվ առաջի հերթին հոգևոր մարդը ինքը պետք է այդ թեմայով իր մեջ մտածի, տեսնի թե ինքը կոպիտ ասած հենց այդ թեմայով ընդհանրապես ով է, հա, եւ ուրեմն սկսի ինչ-որ գործողություններ կատարել։ Հաջորդը դա այն է, որ հիմա էլ հակառակը կարող է թվալ, որ ճգնությունը ինքը ավելի կարևոր է, քան գիտելիքը։ Հասկանում եք։ Բայց դա այդպես չի, որովհետև ճգնությունից հետո պիտի հայտնվի գիտելիքը։ Եվ այն ազնվորությունները, որոնք սահմանափակում են, իսկ հավատացեք, որ այդպիսի մարդիկ քիչ չեն, հա, այն ազնվորությունները, որոնք իրենք սահմանափակում են իրենց հոգևոր զարգացումը միայն ճգնություններով, իրանք երբեք ձեռք չեն բերում իմաստություն։ Եվ դա նշանակում է, որ իրանց այն ուժը, որ իրանք կուտակում են, ուրեմն ճգնություններ կատարելով, իրենք ուրեմն կիրառում են այդ ուժը արդեն իրենց հունաների մեջ ծնված ցանկությունները իրականացնելու համար, հա, եւ դա նշանակում է, որ մենք վերջնականում ստանում ենք հզորություն ունեցող, բայց իմաստությունից զուրկ անձնավորություն։ Ինչ է նշանակում իմաստությունից զուրկ։ Իմաստությունից զուրկ նշանակում է, որ այդ անձնավորությունը ինքը հեշտ ու հանգիստ կարող է վնաս պատճառել արտաքին աշխարհին։ Եվ հակառակը կարելի է մտածել, որ եթե Ռուդրային ուղարկեցին անտառ, դա նշանակում է, որ իմաստությունը ինքը ավելի կարևոր է, քան Ռուդրան, այսինքն քան ջղայնությունը, բայց Բհագավատամը ինքը չարժեզրկեց Ռուդրային։ Այստեղ սա շատ կարևոր էր, որ Տեր Բրահման ինքը չասեց գնա այնտեղ ձայնս կտրի ու այլևս քեզ չտեսնեմ, չէ՞։ Ինքը իրան ասեց գնա եւ մտածի, հա, գնա եւ զբաղվի այդ ներքին process-ներով, այսինքն գնա սահմանափակի քո ուժը։ Եվ այստեղ մենք պետք է հասկանանք, որ իմաստությունը, այսինքն իմաստությունը եւ ջղայնությունը, իրանք երկուսն էլ անհրաժեշտ ուժ են այս աշխարհում, հա, բայց իրանցից ամեն մեկը պիտի գործի իր սահմաններում։ Այսա շատ կարևոր կետ է, որովհետև իրականում, չէ, հոգևոր մարդկանց միշտ տանում են այն ճանապարհով, որ հոգևոր մարդը ինքը ընդհանրապես իրավունք չունի ջղայնանալու։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք դրա հետ սկզբունքորեն համաձայն չեն։
Եվ իրենք համարում են, որ նյութական աշխարհում միշտ կան այնպիսի գործողություններ, այնպիսի երևույթներ, այնպիսի անձնավորություններ, որոնք հենց կակրաս առաքինի անձնավորությունների մոտ պետք է առաջացնեն զայրույթ։ Հասկանում եք։ Սա ինքը շատ կարևոր կետ է, հա։ Այսինքն, այստեղ մենք ստանում ենք ամենակարևոր բանաձևը, որը մենք այստեղ ստացանք, դա նա էր, որ իրականում, ասենք, բան է, շատ կարևոր է, բան չանել էլի, չփորձել զարգացնել գիտելիք, քանի դեռ դու չես մաքրագործել այն պոտենցիան, որը կոնկրետ դու ունես, հա։ Այսինքն ազնվորությունը ինքը առաջին հերթին պիտի սովորի ղեկավարի իր ուժը։ Եվ միայն դրանից հետո, հա, հայտնվում են, այսպես էլի, հաստատուն հոգևոր որակները, որոնք եւ այդ 10 իմաստուններն էին, հա։ Այսինքն այս տեքստերով ինքը ավարտվեց Տերուդրայի պատմությունը եւ սկսվեց պրաջապատիների, այսինքն նախահայրերի այդ գիծը, շատ սիմվոլիկ է այստեղ, հա, որ այդ բանի էլի ջղայնության, ավիրելու սկզբունքներից հետո գլուխը ինքը սկսում է իմաստության եւ արարիչ սկզբունքների, ուրեմն քննարկումը։ Դրա համար եւ ասենք հիմա եկեք մի հատ մի քիչ ավելի խորը ուրեմն տեսնենք, թե ինչ սկզբունքների մասին էր խոսքը։ Այս Բրահմայի այս 10 որդիների ուրեմն անունները կամ թե իրանք իրենցով ընդհանրապես ինչ որակների բան էին, տեր էին, մեզ հիշեցնում է այնպիսի անձնավորությունների, որը ինչ որ մի հատ հաջորդականություն ունի, կենդանեակի գիտակցության սկզբունքների հետ։ Եվ տեսանք, որ ուրեմն առաջինը դա մարիչին էր, այսինքն լույսի շողը, հա։ Եվ մենք տեսնում ենք, որ հիմա Բհագավատամը ինքը ներկայացնում է այդպես, որ երբ որ կենդանեակը ինքը սանձում է իր ավիրող ուժը, հա, կամ ցանկությունը եւ դրան համապատասխանող ուժը, եւ ուրեմն տեսեք հայտնվում է, որ ամենաառաջինը ինչը որ հայտնվում է, դա ոչ թե օրենքն է, ոչ թե իշխանությունն է, ոչ թե կարգավորվածությունը, օրգանիզացիա, սիստեմա, օրգանիզացիա, ոնց է։ Հիմա չի գալիս էլի, օրգանիզացիա, կարծում եմ, որ բոլորդ հասկանում եք, չէ՞, այլ դա լույսն է։ Այսինքն, ամեն տեսակի արարիչ գործողությունները, հա, իրանք հայտնվում են տեսողությունից։ Հասկանում եք։ Այսինքն, որ անձնավորությունը ինքը պիտի պարզ, հիմա մենք կարող ենք նույնիսկ այսպես ասել, որ այդ սկզբունքները դա այն հետևանքն է, ինչ որ պետք է ունենա իրական ասկետը, այսինքն իրական ճգնավորը, որը ինքը սանձեց իր ավիրելու կամ ուժը չարաշահելու հակումը, հա, եւ առաջինը, որ իր մոտ հայտնվեց, դա ոնց ասեմ, էլի աշխարհը պարզ տեսնելու ունակությունն է, հա, որտեղ տեսեք, մինչև չկա արևը, որտեղ լուսինն էլ արևի արտացոլանքն է, մինչև չկա արևը, ոչինչ հնարավոր չի կառուցել։ Հասկանում եք, եւ հոգեբանական տեսանկյունից, չէ, սա իրավիճակ է, որտեղ ազնվորությունը ինքը մեկ էլ նկատում է, որ ինքը սկսում է տեսնել այս աշխարհը։
Սա առաջի սկզբունքն է, որը ինքը հայտնվում է կենթանի մեջ, ներքին իր աշխարհում, հասկանում եք, եւ որ ինքը սանձեց իր կամ սահմանափակեց իր ուժը։ Չէ՞։ Եվ տեսեք այդ պարզ տեսողությունը, որը գալիս է, ինքը կակրաս այդ դա է, որ հիմա արդեն կենթանիակը ինքը սկսում է տեսնել, թե որտեղ ինչը կարելի է կիրառել։ Եվ երբ որ խոսացվում է դրա մասին, որ կենթանիակը պիտի իր ուժը սահմանափակի, դա ինչի մասին է խոսքը։ Խոսքը նրա մասին է, որ երբ որ կենթանիակը իր մեջի ուժը չի սահմանափակում, այդ ուժը իրան կուրացնում է։ Հասկանում եք, եւ ինքը այլևս չի տեսնում աշխարհը որպես արարելու պոտենցիա։ Եվ մշտական ցանկություն ունի այս աշխարհը իրեն ենթարկացնելու համար իր ուժը կիրառի, որպեսզի ինչ-որ մի բան ավիրի։ Հասկանում եք, հա? Հաջորդը դա ատրին է, այսինքն այդ երեքակիությունից ազատ, հա? Այսինքն հայտնվեց այդ տեսնելու ունակությունը, հա, եւ հիմա այ կա անհրաժեշտություն, որպեսզի անձնավորությունը ինքը, այսպես էլի, դուրս գա երեք գոյավիճակների հաստատության տակից։ Եվ սա շատ հետաքրքիր կետ է, չէ՞, որ անմիջապես բանից հետո, տեսողությանը բացելուց հետո առաջանում է տարբերակելու ունակությունը։ Որովհետև այդ երեք գունանները ազդեցությունը ինքը պիտի կարողանա գնահատել, այսինքն կարողանա տարբերակել։ Հա? Եվ մարդը ինքը սկսում է տեսնել ոչ միայն օբյեկտը, հա, ինքը սկսում է տեսնել նաև իր պայմանավորված վիճակը, այդ որ ինքը ինչ պլատֆորմայից է գործում։ Ինքը գործում է թշնամանքից, նեղվածությունից, վիրավորակից, ինքը փորձում է բան էլի, ոչ թե մորը տիպը, սիցիլնեստ։ Հիմա գրական խոսքը չի գալիս, էլի, ինքը փորձում է այս աշխարհից մուր հանել, հա? Հասկանում եք։ Եվ հիմա ինքը կարողանում է տեսնել այդ իր կամ ինքը, ասենք, ագահությամբ է կապված, աշխարհի գրքերով է կապված, ինքը պարզ տեսնում է իր ներքին պլատֆորման եւ այդ տեսնելու կետից սկսվում է այդ պլատֆորմայի ձևափոխումը, հա? Եվ այստեղ է որ ձևավորվում է կենթանիակի հիմա շատ կարևոր է ներքին ազատությունը, չէ՞։ Հիմա տեսեք, ուրեմն այդ տեսողությունից հետո, գնահատելուց հետո առաջանում է էներգիան, այսինքն անգիրան, կրակը, հա, բայց սա արդեն ռուդրայի կրակը չի։ Եթե հիշում եք, ռուդրայի անունների մեջ էլ չէ կար ագնի, այսինքն որ ինքն էլ ուներ կրակ, որտեվ այո, իհարկե, շատ հաճախ ավիրման պրոցեսները տեղի ունենում հենց կրակի միջոցով, չէ, բայց սա արդեն այն կրակն է, որը ինքը ենթարկված է իմաստությանը։ Հասկանում եք։ Եվ սա ավիրող կրակը չի։ Սա այն կրակն է, որը կենթանիակին դարձնում է նպատակասլաց։ Հասկանում եք, սա պրակտիկայի կրակն է։ Եվ եթե շատ պատկերավոր ասենք, սա արդեն այն վիճակն է, երբ որ գիտելիքը ինքը սկսում է տաքացնել կենթանիակի կյանքը, ինչպես կրակն է տաքացնում մարդուն ցրտի ժամանակ։ Հասկանում եք։ Եվ հիմա Պուլաստյան, հա, եւ այստեղ հենց որ մենք խոսում ենք արդեն Պուլաստյայի մասին, մենք կարողանում ենք տեսնել, որ շատ հետաքրքիր շրջադարձ է այստեղ կատարվում, չէ, իմաստի տեսանկյունից, որովհետեւ այս անունը, ինչպես ես արդեն ասացի, ինքը մատնանշում է տրադիցիան։ Հասկանում եք։ Եվ այս անունը ինքը տրադիցիաները կապում է գիտելիքը տեղափոխելու հետ։ Այսինքն բանը կա լույսը, այսինքն տեսնելու ունակությունը, կա ուրեմն բանը կրակը, եւ իրանք դադարում են լինել միայն այդ էլի անձնական հույզերի հիմք,
հա, եւ այստեղ ձևավորվում է այդ ունակությունը պահպանել իմաստության պլատֆորման ինքդ քո մեջ եւ տեղափոխել իմաստությունը ուրիշների։ Հա, սա ուրեմն Պուլաստյանն է։ Հիմա Պուլահան, հա, մենք ասեցինք, որ այս անունը ինքը շատ հաճախ մատնանշում է կենդանիակի աճը եւ մաքրագործման process-ները, չէ՞։ Եվ սա խոսում է նրա մասին, որ գիտելիքը ինքը սկսում է մարդուն փոխել։ Եվ գիտելիքը այստեղ արդեն չի մնում որպես թեորիա։ Այդ գիտելիքի հիմքի վրա սկսվում է կենդանիակի ներքին բնության ձևափոխումը։ Եվ որ ինքը իմաստության հիմքի վրա սկսում է փոխվել։ Հիմա կրատուն, որը ինքը վճռականությունն է, սա շատ այսպես բան է, զարմանալի է, որտեվ այդ վճռականությունը ինքը հայտնվում է 6-րդը։ Ինչու՞ համար, որտեվ ժամանակակից մարդիկ, չէ, այս վճռականությունը միշտ սովորաբար դնում են առաջի տեղը։ Բայց Բhagavatam մենք ասեց ոչ։ Սկզբում լուսավորվածությունը, տեսնել աշխարհը, հետո հասկացողությունը, հետո մաքրագործումը։ Եվ միայն դրանից հետո է, որ առաջանում է իրական վճռականությունը, ոչ թե համառությունը, հասկանում եք, այլ այսպես ներքին определенности, ներքին որոշվածության հաշվին ծնված վճռականությունը։ Եվ սա ինքը այն վճռականությունն է, որը երբեք չի տալիս տատանումներ։ Երբ որ վճռականությունը ինքը դրվում է առաջի տեղում, չէ՞, տեսեք, առաջի տեղը դրվեց վճռականությունը, բա ինչ կա իրանից առաջ։ Այդ վճռականությունը որտեղից առաջացավ։ Ինքը առաջացավ գունաներից։ Հասկանում եք։ Եվ ազնվորությունը ինքը ունի կարող է ունենալ վճռականություն տգիտության մեջ, որտեղ ինքը վճռականություն ունի ոչինչ չանել։ Հա, ինքը կարող է այդ վճռականությունը կարող է պլատֆորմա ունենալ կրքերի մեջ, կարող է պլատֆորմա ունենալ ուրեմն առաքինության մեջ, չէ՞, բայց այդ 3 պլատֆորմաներն էլ իրանք բան են էլի վստահելի չեն։ Իրանք ամեն վարքյան կարող են տան տատանումներ։ Եվ այո, այդպես էլ լինում է, երբ որ մարդը առաջի հերթին դնում է վճռականությունը, քանի դեռ ինքը գունանների մեջ է, իր վճռականությունը արտաքին բաներից կախված, արտաքին գործողություններից կախված շատ ուժեղ տատանումներ է ունենում։ Եվ մարդը ինքը այսօր առավոտը վեր է կենում եւ ունի վճռականություն, վաղ առավոտը վեր է կենում եւ վճռականություն չունի։ Հասկանում եք։ Իսկ երբ որ վճռականությունը ինքը հայտնվում է այդ process-ներից հետո, ինքը լինում է հասուն վճռականություն, հա, որը երբեք չի տատանվում։ 7-րդը, ինչպես մենք ասեցինք, դա բրիգուներ, հա, այսինքն այդ սիանյա էլի, որ արևը փայլատակում է, հա։ Եվ դա նշանակում է, որ մաքուր, մաքրագործված գիտակցությունը ինքը սկսում է լույս տալ։ Հասկանում եք։ Հիմա այստեղ շատ կարևոր է։ Գրքի գոյավիճակի մեջ էլ է մարդը ինքը այսպես ցուցադրում, որ իրանից ինչ որ մի բան է դուրս գալիս։ Այս լույս տալը ինքը դա դեմոնստրացիա չի։ Հասկանում եք, ինքը ոչ դեմոնստրացիա է, ոչ ինչ որ բան է փորձում ապացուցել, որ այ ես կամ եւ ես լույս եմ տալիս, չէ՞։ Այլ ինքը ուղղակի հանգիստ, ծանրակշիռ լույս իր մեջից բնականորեն լույս տալու ունակությունն է, որտեղ այդ լույսը իր մեջ արդեն բնականից կա։ Հասկանում եք։ Եվ այս կետը, չէ, ինքը շատ նման է, երբ որ ազնվորությունը ինքը այսպես բնականից ունի խարիզմա, հմայք։ Հա, այդ բաների սուրբ մարդու խարիզմա։ Հիմա
Հաջորդը դա Վասիշթան է, որը մենք ասեցինք, որ իր անունը մատնանշում է, որ լավագույնը, հա? Հիմա սա շատ կարևոր է, որ ինքը լավագույնն է, ոչ թե համեմատաբար ուրիշների հետ, այլ ինքը իր սեփական լավագույն վերսիան է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը լավագույնն է սեփական պոտենցիալի հետ կապված։ Եվ այստեղ կենդանիակը ինքը արտահայտում է հասուն իր ամենալավագույն որակները։ Եվ այստեղ է, որ ինքը դառնում է անձնավորություն, որը ինքը ունակ է այս աշխարհի համար, ինչ որ մի բան լինել այն, ինչը որ ինքը ունակ է լինել, իմինը աշխարհի բարօրության համար, հասկանում եք, և սա ինքը շատ կարևոր է, որ մենք հասկանանք, որ Վասիշթայի անունը ինքը ոչ թե մրցակցություն է ուրիշ կենդանիակների հետ, այլ դա հենց անձնավորության իր մեջ լավագույն վերսիան է, հասկանում եք, և գալիս է Դաքշան, այսինքն նա ով հմուտ է, հա, սա շատ հետաքրքիր նախավերջին բանն է, աստիճանն է, որ իմաստությունից հետո հայտնվում է, ուրեմն կամ պիտի տեսելի այդ հմտությունը, հասկանում եք, և այստեղ անձնավորությունը ինքը կարողանում է, ուրեմն բան, իրականացնել այն հասկացողությունը, որը ինքը ունի աշխարհի հանդեպ։ Եվ այս մակարդակը ինքը իրականում արդեն այն մակարդակն է, երբ որ կենդանիակը ինքը այդ հմուտ դա միշտ նշանակում է ընդունակ սեփական պոտենցիան, այդ իր սեփական լավ վերսիան ստանալուց հետո այդ պոտենցիան ծառայացնել գերագույն Աստծո անձնավորության մտադրություններին։ Եվ 10-րդը դա Նարադան էր, կամ նա ով տալիս է մարդկանց։ Հա, այսինքն ամենավերջինը, հա, հայտնվում է այն սկզբունքը, որը բացարձակ ազատ է էգոիզմից։ Եվ սա է վերջին կետը։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ Նարադան, դա մեր Նարադամունին է, որի մենք արդեն ծանոթ ենք, որը ինքը բակտիի մարմնավորումն է։ Ինչ է նշանակում բակտի։ Դա մաքուր սիրո արվեստն է, որը բացվում է կենդանիակի սրտի մեջ, հա, եւ վերջինը հայտնվում է հենց Նարադան։ Այսինքն ոչ թե գիտելիքը, ոչ թե լույսը, ոչ թե իմաստությունը, ոչ թե փոխանցելու ունակությունը, ոչ թե այդ էլի նվեր անելու այս աշխարհին ունակությունը, հա? Եվ ինչպես տեսանք, ձևավորվում է շատ գեղեցիկ մի պատկեր։ Հասկանում եք, որ կենդանի էակի հոգևոր զարգացումը եւ ամբողջ արարչագործությունը ինքը ավարտվում է ոչ թե կուտակելու սկզբունքով, այլ տալու։ Հասկանում եք։ Եվ ուրեմն մենք ստացանք, որ լուսավորվածությունը կամ պարզ տեսնելու, աշխարհը պարզ ճիշտ տեսնելու ունակությունը ազատում է կենդանի էակին պայմանավորված վիճակից։ Պայմանավորված այդ պայմանավորվածությունից ազատությունը բերում է, վառում է իր մեջ հոգևոր կրակ, հա? Այսինքն այդ հոգևոր գիտելիքը, որ այսպես բանտպես իր մեջ միշտ տաք վիճակում է, չէ՞։ Դրանից հետո ինքը կարողանում է փոխանցել այդ գիտելիքը, հա, անցնելով ներքին մաքրագործման process-ները, ինքը ձեռք է բերում իսկական, իրական վճռականություն եւ սկսում է ուղակի բան տաքացնել, լուսավորել այս աշխարհը իր գոյությամբ, հա, հասնում է ուրեմն հասունության, հասնում է հմտության իր ծառայության մեջ եւ իր բոլոր հմտությունները բաժանում է, դվիրում է ուրիշներին։ Հա? Հասկանում եք, եւ այստեղ մենք կարող ենք նկատել կոնտրաստը։
Հա, տեսեք, այսինքն Ռուդրան ինքը վերջացրեց նրանով, որ իր սերունդները փորձեցին կլանել տիեզերքը։ Հա, իսկ Բրահմայի տղաները իրանք սկսեցին եւ ավարտվեցին, կարելի ասել, Նարադայով։ Այսինքն մի ազնվորությամբ, որը ինքը ոչինչ կուլ չի տալիս, որ ինքը ագահությամբ չի կապված այս աշխարհի հետ, այլ ինքը, երբ որ դուրս է գալիս այս աշխարհ, միայն տալով է զբաղված։ Հասկանում եք, չէ՞։ Եվ արդեն այստեղ մենք կարողանում ենք տեսնել, որ ունենում ենք կենդանի էակի գիտակցության երկու տեսակի զարգացման մոդել։ Հա? Առաջին մոդելը դա այն էր, երբ որ Ռուդրան ինքը ճգնությունների մեջ չէր, այսինքն մենք ստացանք ուժի բազմացում, հա, եւ աշխարհը կլանելու ցանկություն։ Այն ինչ որ հիմա կատարվում է, մենք բուկվալնը մեր ազգի, մեր պետականության ճակատագրի հետ նույնպես հիմա այդ նույն process-ների մեջ ենք, որտեղ կուտակված է ուժ, հա, այդ ուժը ինքը բազմանում է եւ պատրաստվում է կուլ տալ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ Բրահմայի գիծը, հա, երբ որ կա լուսավորվածությունը այդ ուժի հանդեպ, հա, կա հասկացողություն, կա մաքրագործում, կա հասունություն, որը ինքը բերում է անպայման նրան, որ ազնվորությունը ինքը բարիք է բերում այս աշխարհին։ Հա? Եվ մենք հասկանում ենք, որ պատահական չի, որ Նարադան դրվեց ամենավերջի որդին, որովհետև ամեն իրական հոգևոր զարգացում, հա, վերջանում է ոչ թե նրանով, որ մարդը ինքը դառնում է բան, վինիքի էլի հայերը չգիտեմ ոնց ասեմ, մեծ ինձ համար ինքը չի արտադրում էլի այդ իմաստը, հա, այլ ինքը դառնում է նա, ով սկսում է օգնել ուրիշներին, որ իրանք էլ կարողանան աճել։ Հասկանում եք։ Եվ սա ինքը արդեն նման է, այսինքն դառնում է ուսուցիչ, այսպես ասենք, էլի։ Հասկանում եք։ Եվ սա այդ հոգու հասունության ճանապարհն է, որը կենդանեակը ինքը անցնում է։ Հասկանում եք։ Շատ, ինչպես տեսանք, շատ հետաքրքիր տեքստեր էին սրանք, որոնք իրենք հակադրեցին կենդանեակի նախանձի, ջղայնության, չգիտեմ, ավիրվածության հիմքի վրա պլատֆորմա ունեցող անձնավորությունների, թե իրանք ինչ են անում այս աշխարհի հետ, եւ թե ինչ են անում այս աշխարհի հետ նրանք, ովքեր լուսավորված են գիտելիքով։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ անգամ։